Խորհրդարանում պատգամավորները քաղաքական հայտարարությունների համար հատկացված ժամանակը օգտագործեցին տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների և համաշխարհային աշխարհաքաղաքականության, Վրաստանում պահպանվող խաղաղության և Գյորգի Գախարյայի դեմ հարուցված քրեական գործի քննարկման համար, իսկ մինչ այդ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ամփոփեց Բուլղարիա կատարած իր այցը, կենտրոնացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վրաստանի 6 ամսյա ծրագրի վրա։ Վրացական երազանքի պատգամավորները խորհրդարանական ամբիոնից մեղադրեցին Եվրոպային կրկնակի չափանիշների, իսկ ընդդիմության արմատական թևին արտաքին ուժերի հրահանգներով երկրի դեմ գործելու մեջ։ Խորհրդարանական նիստում հանուն Վրաստանի խմբակցության անդամները քննադատեցին իշխող թիմին և հունիսի 20-ի և Չորչանայի դրվագների կապակցությամբ Գյորգի Գախարյայի դեմ հարուցված քրեական գործերը անվանեցին քաղաքական դրդապատճառներով։ Վրացական երազանքը մեղադրանքները անհիմն է համարում և հայտարարում, որ Գյորգի Գախարյայի ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու որոշմամբ Վրաստանը կորցրեց Չորչանա գյուղի նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը։ Խորհրդարանը առաջին ընթերցմամբ քննարկեց ընտրական օրենսգիրքը փոփոխությունները լիագումար նիստում ներկայացրեց ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահը։ Դավիթ Մատիկաշվիլին բացատրեց, թե ինչու է փոխվում ներգաղթյալների ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Պատգամավորը որպես պատճառ նշեց միջազգային պրակտիկան և արտաքին միջամտության սահմանափակումները։ Նոյեմբերի 26-ին Վրաստանի խորհրդարանը հարցապնդմամբ կլսի վարչապետին, ինչպես հայտնի է, Իրակլի Կոբախիձեն կպատասխանի պատգամավորների հարցերին կրթական բարեփոխումների և վրացական երազանքի կողմից պատրաստված Eagle Hills-ի նախագծի վերաբերյալ։ Նախագիծը կմեկնարկվի մի քանի ամսից։ Բիձինա Իվանիշվիլին Credit Suisse-ի հետ վեճը հաղթեց նաև երրորդ ատյանում։ Բերմուդյան կղզիների և Սինգապուրի դատարաններից հետո Բիձինա Իվանիշվիլին վերջին ատյանում հաղթեց ամենամեծ շվեյցարական բանկի դեմ ստեղծված վեճը։ Լոնդոնի գերագույն դատարանը միաձայն մերժեց Credit Suisse-ի դուստր CS Life-ի բողոքը Իվանիշվիլիի դեմ։ Բարձրագույն ատյանը ուժի մեջ է թողել նախորդ ատյանների որոշումները, որոնք պարտավորեցնում էին շվեյցարական բանկին վճարել վնասի փոխհատուցումը։ Այս հարցը քննարկման թեմա է քաղաքական ողջ սպեկտրի շրջանակներում։ Ազգային շարժումը հայտարարում է, որ Իվանիշվիլին գումար չի ստանա, քանի դեռ ժողովրդին չի վերադարձրել եվրոպական ուղին։ Եվրոատլանտյան տարածքի ցանկացած երկիր, որը կարող է դառնալ նաև ՆԱՏՕ-ի անդամ, կարող է արտահայտել իր ցանկությունը, և հետո կա գործընթաց։ Իհարկե, ես միամիտ չեմ, որ մտահոգված լինեմ Վրաստանում կատարվածով, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռոյտեն։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ն համագործակցում է Վրաստանի հետ և նաև մտահոգություն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թբիլիսիում գնահատվում է ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ամերիկյան խաղաղության ծրագիրը։ Ազգային շարժումը պնդում է, որ վրացական երազանքը տարածում է Կրեմլի պատմությունը այն հարցի վերաբերյալ, որ ներկայումս ծրագիրը ռուսական ծրագիր է և նրանք հույս ունեն, որ փաստաթղթի բովանդակությունը կփոխվի։ Իշխող թիմը նշում է, որ ընթացիկ գործընթացները լավ ցույց են տվել իրականությունը, որը ստեղծվել է Ուկրաինայի շուրջ։ Աբու Դաբիում ԱՄՆ-ի բանակի նախարար Դեն Դրիսկոլը հանդիպումներ է անցկացնում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ խաղաղության ծրագրի շուրջ։ Այս մասին հաղորդում է CNN-ը հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Աղբյուրի փոխանցմամբ Դեն Դրիսկոլը արդեն իսկ հանդիպումներ է անցկացրել նոյեմբերի 24-ին և հանդիպումները կշարունակվեն նաև այսօր։ Այս փուլում անհայտ է, թե ովքեր կընդգրկվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակություններում, սակայն ըստ բարձրաստիճան պաշտոնյայի, Դրիսկոլը ԱՄՆ-ի պատվիրակության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը կլինի։ Ուկրաինայի նախագահն հաստատում է, որ Ամերիկայի խաղաղության ծրագրում կան բաց հարցեր, որոնք նա կքննարկի իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր ամենօրյա տեսաուղերձում։ Նրա խոսքով Ժնևից վերադարձած թիմը նրան զեկուցել է նոր ծրագրի մասին և Ուկրաինայի համար զգայուն հարցերը կքննարկի անձամբ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նաև հաստատել է, որ փաստաթղթի թարմացված տարբերակում այլևս 28 կետ չկա։
Մայրաքաղաքում շարունակվում է էլեկտրական մեքենաների լիցքավորիչների տեղադրումը, այս անգամ լիցքավորիչը տեղադրվել է Թբիլիսիի համերկասրահին հարակից տարածքում։ Թբիլիսիի քաղաքապետարանը բացատրում է, որ մայրաքաղաքում էլեկտրական մեքենաների լիցքավորիչների ցուցակի կազմակերպումը նպատակ ունի ստեղծել էկոլոգիապես մաքուր եւ ժամանակակից տրանսպորտային չափանիշ։ Ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է տեղադրել էլեկտրական մեքենաների 198 արագ լիցքավորման կայան։ Կրթության նախարար Գիվի Միքանաձեն Թբիլիսիի փոխքաղաքապետի եւ Սակրեբուլոյի նախագահի, ինչպես նաեւ մեծամասնական падգամավորների եւ շրջանային ղեկավարների հետ քննարկել է մայրաքաղաքում դպրոցների կառուցման եւ վերականգնման հարցերը։ Կրթության նախարարության տվյալներով դպրոցների ենթակառուցվածքային վերանորոգման թեմայով աշխատանքային հանդիպումներ են անցկացվում բոլոր շրջանների ներկայացուցիչների հետ։ Կողմերը քննարկել են այն դպրոցների հարցը, որոնք հիմնականում վերանորոգման կամ շինարարական աշխատանքների կարիք ունեն։ Հանդիպումների արդյունքների հիման վրա կրթության նախարարությունը ենթակառուցվածքների նախարարությանը կներկայացնի նախակրթական դպրոցների ենթակառուցվածքային զարգացման ծրագիր։